Շնորհակալություն Տիկին դատախազ, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերներն էլ են այստեղ, հիշեցնեմ, որ մեր գործընկերները բոլորը առանց բացառության, չգիտեմ, պարոն Վարդանյանը, որ հիմա դուրս է գալիս, Տիկին Վարդանը, որ գնում է նորից, Տիկին Աննա Գրիգորյանը, նրանք բոլորը միասին օրերս կամ ամիսներ առաջ, եթե ոչ տարի առաջ, Սահմանադրական դատարանում բողոքարկել էին ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, փորձելով ըստ երևույթին պաշտպանել իրենց քաղաքական ղեկավարների բռնագանձման ենթակա գույքը, բայց քանի որ այս վերջերս ինչ-որ հակակոռուպցիոն մարտիկների շորեր են հագել ու փորձում են ներկայանալ որպես հակակոռուպցիոն մարտիկներ, այսպես ասած, խնդրում եմ ինձ մոտավորապես եւ երեք էլ իդեպ հարցազրույցում Գառնիկ Դանիելյան ազգային ժողովի падգամավոր Հայաստան խմբակցությունից հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդիները միայն իրենց տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ են մեծամասշտաբ ունեցվածք բան արել, դիզել։ Խնդրում եմ, եթե ունեք ձեռքի տակ տվյալներ, ներկայացնեք, թե ինչ չափի ապօրինի գույքի պահանջ կա Քոչարյանների ընտանիքից որպես այդպեսին, որպեսզի ուղղակի կարողանանք հասկանալ այդ տաղանդի եւ աշխատասիրության չափը։ Պարոն Ալեքսանյան, կոնկրետ անձանց վերաբերյալ ունենք հրապարակած տվյալներ, որոնք որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում դատարան ներկայացված հայց են, բայց այս պահին ձեռքիս տակ չունեմ, եզրափակիչ ելույթում կարող եմ ձեր հարցին պատասխանել, բայց եթե ձեզ հետաքրքիր է, կարող եմ ներկայացնել ընդհանուր թիվը, որը ներկայացված է այս պահին դատարաններում, հայցադիմումների շրջանակներում։ Ներողություն, մենք ունենք այս պահին 2021 թվականից առ այսօր հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող շուրջ 150 հայցադիմում տարբեր պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց վերաբերյալ այս հայցադիմումների շրջանակում խոսքը միայն դատարանի մասին է արգելանք է դրված 1496 անշարժ գույքի վրա 288 շարժական գույքի վրա 391 իրավաբանական անձում մասնակցության իրավունքի վրա եւ դրամական միջոցներից 536 միլիարդ 190 միլիոն 782 հազար դրամի վրա արգելադրված գույքերի եւ իրավաբանական անձանց մասնակցության արժեքը դեռևս գնահատման փուլում է գտնվում, ինչը նշանակում է, որ թիվը դեռ կփոխվի, իսկ 147 հայցադիմումներով ընդհանուր հայցագինը 608 միլիարդ 505 միլիոն 330 հազար դրամ է։ Սա ընդհանուր հայցագինն է, որը միայն ապօրինի գույքի բռնագանձման վարույթների շրջանակում գտնվում է դատարանում։ Սա չի ներառում ուսումնասիրությունները, գիտեք, որ ուսումնասիրությունները գաղտնիության ռեժիմով են իրականացվում եւ դրանց հրապարակումը քրեորեն պատժելի է։ Արձագանք։ Շնորհակալություն։ Իհարկե շատ տպավորիչ թիվ է ու շատ ողջունելի է նաև փաստը, որ արդեն վերջապես մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք, դա կարելի է ասել ամենօրյա ռեժիմով դատավճիռներ կամ հաշտության համաձայնագրեր են կնքվում այս գործերով ու պետությանը վերադարձում է այդ գույքերի մի ահռելի հատվածը, բայց ես կարծում եմ մեր հանրությունը առավել վիզուալ դա պատկերացնելու անհրաժեշտություն ունի, հասկանում եք, իմ ընկալմամբ, երբ որ պետությանն է վերադարձվում ինչ-որ այս կամ այն գույքը միլիարդավոր արժեքների կամ թեկուզ, չգիտեմ, $10,000 գույք էլ, երբ որ այդ միլիարդավորների հետ մեկտեղ վերադարձում է, ես կարծում եմ դա պետք է վիզուալ ցույց տալ հանրությանը։ Ու դա հենց կարծում եմ առաջին հերթին շատ բան կանի։ Նաև թե դատախազության, թե ընդհանուր դատաիրավական համակարգի հեղինակության բարձրացման համար շատ կարևոր դեր կունենա։ Ասեմ, որ ես ինքս էլ որպես падգամավոր պատրաստում եմ պարբերաբար այցելել պետությանը վերադարձված այդ թալանված օբյեկտները ու հանրությանը ներկայացնել իրականում մեր այս նորընծա հակակոռուպցիոն մարտիկների իրական երեսը եւ այն թե ինչի համար էին նրանք սահմանադրական դատարանում այդքան ատամներով պայքարում, որպեսզի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը ուժի մեջ չմտնի, ճանաչվի հակասահմանադրական։ Շնորհակալություն։ Պարոն Ալեքսանյան, շատ կարճ նշեմ, որ մեր գործառույթների շրջանակում մենք ըստ էության ավարտում ենք մեր առաքելությունը, երբ գույքը ամրացվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, բայց դուք շատ կարևոր դիտարկում արեցիք, այստեղ շատ կարևոր է հանրային վերահսկողությունը գույքի հետագա կիրառման տեսանկյունից եւ նաեւ հանրային իրազեկումը գույքի հանրօգուտ օգտագործման նպատակների տեսանկյունից եւ մեզ համար շատ կարևոր է, որ առաջնային մանդատ ունեցող падգամավորն է նման հարցադրում բարձրացնում։ Իհարկե մենք փորձում ենք բոլոր ձևաչափերով
եւ վիզուալ եւ հրապարակումներով եւ անընդհատ դրա մասին հիշատակելով ցույց տալ այն գույքերը, որոնք վերականգնվել են, բայց ես կարծում եմ, որ ռեալ տեսանելի կլինի, երբ որ այդ գույքերը դրվեն շրջանառության մեջ։ Օրինակ, մի 10 օր առաջ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Դիլիջանի մանկապարտեզի մի ամբողջական մասնաշենք վերադարձվեց համայնքին։ Իմ խորին համոզմամբ դա կդառնա տեսանելի համայնքի համար այն դեպքում, երբ որ մանկապարտեզը ռեալ սկսի գործել։ Հիմա ընթացքի մեջ է մի ահռելի մարզադաշտի վերականգնման գործընթաց, որը էլի տեսանելի կդառնա համայնքի համար, երբ որ մարզադաշտը կառուցվի, ուստի այս առումով անելիքները չեն ավարտվում, վերջացնում եմ, չեն ավարտվում բռնագանձման փուլով։ Հետագա կառավարումը եւ հանրային վերահսկողությունը եւս կարեւոր է, որպեսզի թափանցիկ լինի եւ տեսանելի ու ամենակարևորը կիրառվի հանրօգուտ նպատակներով։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։